Պատկերացրեք, դուք պառկած եք վիրահատական սեղանին։ Ձեր մարմնի ջերմաստիճանը իջեցրել են մինչև 15 աստիճան, սիրտը կանգնեցրել են, իսկ ամբողջ արյունը դատարկել են ձեր գլխից։ Դուք կլինիկապես մեռած եք։ Ուղեղի ոչ մի ակտիվություն, բայց հանկարծ դուք սկսում եք տեսնել վերևից, թե ինչպես է բժիշկը մշակում ձեր մարմինը, եւ լսում եք, թե ինչպես է բուժքույրը բողոքում վիրահատական գործիքներից։ Սա սարսափ ֆիլմ չէ։ Սա Փեմ Ռեյնոլդսի իրական պատմությունն է, որը ցնցեց գիտական աշխարհը։ Արդյոք սա նշանակում է, որ մենք ավելին ենք, քան պարզապես միս ու արյուն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գիտնականները հայտնաբերել են մի բան, որը գրեթե անհնար է բացատրել։ Մարդիկ, ովքեր ծնեկույր են եւ երբեք կյանքում ոչինչ չեն տեսել անգամ երազներում, մահվան մոտ փորձության ժամանակ հանկարծ սկսում են տեսնել։ Նրանք մանրամասն եւ ճշգրիտ նկարագրում են հիվանդանոցի գործիքների գույները, բժիշկների հագուստը եւ նույնիսկ իրենց մատների վրայի մատանիների մանրամասները։ Ինչպես կարող է տեսողական պատկեր ստեղծվել մի ուղեղում, որը երբեք տեսողություն չի ունեցել։ Սա նշանակում է, որ մեր գիտակցությունը կապված չէ միայն աչքերի եւ նյարդերի հետ, այն կարող է գոյություն ունենալ ուղեղից դուրս։ 2025 թվականի նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր ուղեղում տեղի են ունենում քվանտային գործընթացներ։ Մեր նեյրոնների շուրջը գտնվող ճարպային շերտը կարող է արտադրել լույսի մասնիկներ, որոնք ակնթարթորեն կապված են տիեզերքի հետ։ Սա նշանակում է, որ գիտակցությունը կարող է նման լինել ռադիոալիքի, իսկ ուղեղը ընդունիչ չի։ Եթե ռադիոն կոտրվում է, ալիքը չի անհետանում։ Այն շարունակում է գոյություն ունենալ տարածության մեջ։ Տարբեր կրոններ, քրիստոնեությունից մինչև հինդուիզմ, դարեր շարունակ ասել են այն, ինչ հիմա գիտությունը փորձում է հասկանալ։ Մահը ոչ թե վերջն է, այլ անցում մի վիճակից մյուսին։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք մենք ընդամենը կենսաբանական մեքենա ենք, որը մահից հետո պարզապես անջատվում է, թե մեր գիտակցությունը տիեզերական մի մեծ էներգիայի մասնիկ է, որը ժամանակավորապես բնակվում է այս մարմնում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ինչպես նաև լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը եւ միացեք Արգամբլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։